Քննարկում ենք հարց համար 37-ը հետադարձ հիպոթեկի ինստիտուտը ներդնելու վերաբերյալ։ Զեկուցող կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան, համեցեք պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում մի շարք օրենքներում փոփոխություններ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որը բովանդակային առումով իր մեջ ներառում է երկու նոր ինստիտուտների եւ գաղափարների ներդրմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ։ Դրանից առաջին, ինչպես դուք նշեցիք, վերաբերվում է հետադարձ հիպոթեկի ինստիտուտի ներդրմանը եւ երկրորդը վերաբերվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտի ներդրմանը եւ թույլ տվեք մի փոքր մանրամասնել, թե ինչ են սրանք իրենցից ներկայացնում։ Մեծարգո վարչապետ, ինչպես նշեցիք, բավականաչափ մեծ գործիքակազմեր կան, որոնք որ զարգացած երկրներում ներընտրվել 50 տարի եւ ավել առաջ, օրինակ հետադարձ հիպոթեկի ինստիտուտը դրանցից մեկն է, որը ներդրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտավորապես հենց այդքան տարի առաջ եւ գործում է եւ հնարավորություն է տալիս թոշակառու տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ։ Մեր աշխատանքի ամբողջ ընթացքում, գործունեության ամբողջ ընթացքում երևի թե մեր կյանքի ամենաթանկ ձեռքբերումը դա հենց հանդես է գալիս անշարժ գույքը, որը որ մենք ձեռք ենք բերում մեր աշխատանքի ստացած եկամուտների հաշվին հիպոթեկային պայմանագրերով եւ այլ ճանապարհներով, ուղիղ գնումով կամ ժառանգությամբ օրինակ։ Եվ այս անշարժ գույքը ձեռք բերելու այդ աշխատանքի տարիներին կատարված վճարումները իրականացնելուց հետո ստանում ենք բացառիկ սեփականության իրավունք անշարժ գույքի նկատմամբ եւ թոշակառու տարիքի անցնելուց հետո խնդիր ենք ունենում այդ անշարժ գույքից համապատասխանաբար որոշակի ճանապարհով կամ մեխանիզմներով եկամուտներ ստանալու եւ թոշակի տարիքում արդեն ապահովելու մեր բարեկեցությունը հաշվի առնելով այն կապիտալը, որը որ կուտակվել էր անշարժ գույքի տեսքով։ Մեզ մոտ այս մասը դիտարկվում է ավելի շատ սպառողական, այսինքն մարդիկ ապրելով անշարժ գույքում չեն կարողանում որոշակի առումով հենց այդ պահին եկամուտ ստանալ, պահպանելով դրա օգտագործման եւ սեփականության իրավունքը, եւ հետադարձ հիպոթեկը հենց այն գործիքն է, որը զարգացած պետությունները ներընտրել եւ փորձել են կարգավորել այս հարցը եւ սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիպոթեկով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել, որպեսզի կարողանան նաեւ հոգալ որոշակի այն ծախսեր, որոնք որ իրեն կարող էին այս ճանապարհով, այս մեխանիզմով ստանալ եկամուտներ։ Եվ այս եկամուտները արդեն կգումարվի իրենց կողմից, իրենց համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոցներ, որպեսզի իրեն կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, եւ երկրորդ մասը ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին է վերաբերվում։ Այստեղ կարգավորում ենք հետեւյալ ինստիտուտը, երբ որ ամուսնական կյանքի ընթացքում ամուսինները ձեռք են բերում որևէ անշարժ գույք բնակելի, իրենք տիրապետում են այդ անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով եւ որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացվում եւ ժառանգորդները հայտնվում են կենթանի մնացած ամուսնու հետ եւ դառնում են համասեփականատերեր։ Այս ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ ենք տալիս, որպեսզի քաղաքացիները իրենց ընտրությամբ, ամուսինները իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահով պահպանել կենթանի մնացած ամուսնու համար եւ հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո նոր այս գույքը կտրվի ժառանգության։ Սա թույլ կտա ապահովել կենթանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը եւ հետագայում միայն կլուծվի արդեն ժառանգության խնդիրները։ Թերևս այսքան։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ պարոն Թովմասյան, հարգելի գործընկերներ, 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը ընդլայնեց Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների ազատության ծավալները եւ սահմանները եւ թույլ տվեք ասել, որ այս որոշմամբ մենք իհարկե նախորդիվ կայացրած մի շարք այլ որոշումների հետ, հաջորդիվ կխոսենք այդ որոշումներից մեկի մասին, ընդլայնում ենք մեր սիրելի թոշակառուների ազատությունների սահմանները։ Ինչի մասին է այս նախագիծը։ Այս նախագիծը նրա մասին է, որ թոշակառու անձը ունի բնակարան,
բայց չունի կամ բավարար եկամուտներ կամ ուզում է ունենա ավելի շատ եկամուտներ, ուզում է ճամփորդի։ Ասենք ուզում է դառել է 65 տարեկան, ամբողջ կյանքը աշխատել է եւ Մաշտոցի պողոտայում ունի տուն, բնակարան։ Ինչալոց ես այդտեղ հիշելու եմ մեր խոսակցությունը 2 տարի առաջ, որ էլի Հայաստանի Հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացրեց, երբ որ ես ասացի, որ չեմ հասկանում Երևանի Մաշտոցի պողոտայում տուն ունեցող, բնակարան ունեցող մարդը ինչու պետքա մենք անապահովության նպաստ տանք, այդ մարդը միլիոնատեր է։ Եվ էլի աղմուկ առաջացավ, ու աղմուկը գուցե նաև այս մեխանիզմի բացակայության պատճառով։ Հիմա թոշակառուն ունի տուն Մաշտոցի պողոտայում կամ չգիտեմ որևէ այլ պողոտայում կամ որևէ այլ տեղ։ Ինքը հակադարձ հիպոթեկա կնքում բանկի հետ։ Ոչ թե ինքն է տուն առնում, տենց ամեն ամիս վճարում, այլ բանկն է իրանից ձեռք բերում, ամեն ամիս վճարում, եւ ինքը այդ ամեն ամսվա վճարումը ծախսումը դառնում է իրան եկամուտ, ինքը որոշում է դրանով ճամփորդի եւ այլն, կամ ինչ ուզում է անի։ Ծախսի իր կյանքի համար։ Հետագայում, երբ որ այս ժամկետը բոլորս էլ անցավոր ենք, երբ որ թոշակառուն այլևս չկա, իր ժառանգները հնարավորություն ունենում արդեն իրական հիպոթեկով այդ իրանց բնակարան արդեն որոշակի սովորական պայմաններից ենթադրվում եմ ինչ որ բանով բան կանի, կտարբերվի, համեցեք պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, այո ճիշտ եք պարոն վարչապետ, երբ որ հանձնվում է բնակարանը հետադարձ հիպոթեկով, անկանխիկ միջոցով ամենամսյա վճարումներով թոշակառուն ստանում է որոշակի գումար եւ կարիք չունի այդ ընթացքում բանկին մարումներ կատարել։ Հենց ինստիտուտների տարբերությունը սա է, որ ինքը այդ գումարը ստանալու է։ Հետո ժառանգները եւ հետագայում երբ որ թոշակառուն կմահանա եւ այդ գույքը կդառնա արդեն կմտնի, այսպես ասած, ժառանգության ծավալ կամ կանցնի բանկին սեփականություն, ժառանգորդը հնարավորություն կունենա բանկի հետ կնքել պայմանագիր եւ ստանալ արդեն հիպոթեկային ամենամսյա արդեն ժառանգորդը կմարի այդ գումարը եւ այդ բնակարանը ձեռքը բերի բանկից կամ եթե այդ նման պահանջը չլինի, բանկը կգրանցի իր իրավունքը եւ կհանի արդեն աճուրդով օտարման եւ կձեռք բերի այն մարդով, որ կցանկանա ձեռք բերել։ Դե կախված կլինի նաեւ թե ինչքան է վճարել բանկը դրա համար, որովհետեւ կարող է այդ գույքի արժեքի 50% վճարած լինի, 80, 100, համեցեք։ Այդ մասերը ամբողջությամբ կարգավորված են եւ կարգավորված են հետեւյալ տրամաբանությամբ, որ բանկը կկարողանա պահել իր մոտ այնքան գումար, որքան որ վճարել է, ծախս է կատարել եւ համապատասխան տոկոսներն են հաշվարկվել։ Եթե այդ գույքը կվաճառվի ավելի թանկ գնով, ապա այն տարբերություն գումարը կփոխանցվի արդեն գույքի սեփականատիրոջ ժառանգորդներին եւ կմտնի ժառանգության ծավալ։ Այսինքն այդ բոլոր հարցերը օրենսդրորեն կարգավորել ենք։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, հիմա եթե այս հարցը եկել է հասել կառավարության նիստ, իսկ եկել հասել է կառավարության նիստ, նշանակում է կառավարությունը որոշել է, որ սա լավ որոշում է, որը մարդկանց ազատությունների սահմանը ընդլայնում է։ Ես քանի որ նախորդիվ խոսք գնաց կրթության եւ process-ի մասին, պարոն Թովմասյան, եթե թույլ կտաք ներողություն խնդրելով այդ գուցե մի քիչ անձնական մանրամասն բացահայտեմ, եթե ես ճիշտ եմ հիշում, որովհետեւ ինչքան հիշում եմ, դուք ինձ ասել եք, որ այս մեխանիզմի շուրջ ավելի մանրամասն տեղեկացել եք ձեր ուսումնառության ընթացքում, երբ որ դուք որպես կադաստրի կոմիտեի ղեկավար, հիմա էլ եթե չեմ սխալվում չի ավարտվել, ճիշտ է, առցանց կրթություն եք ստանում, եթե կարելի ասեք, էլի ոչ մի։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, սկսած 2025 թվականից ընդունվել եմ Արիզոնայի համալսարան անշարժ գույքի զարգացում կրթական ծրագրին մագիստրատուրայով on-line ամենօրյա 4-5 ժամ մոտավորապես դասընթացների եմ մասնակցում։ Կցանկանամ շնորհակալություն հայտնել պարոն Գրիգորյանի եւ պարոն Հարությունյանին, որովհետեւ նամակները, երաշխավորագրերը ստորագրվել են իրենց կողմից եւ մեծ դեր են խաղացել ինձ թույլտվություն տալու համար ընդունվելու։ Հիմա տեսեք, ես ինչի համար եմ ասում, հարգելի գործընկերներ, ենթադրենք, եկեք հիմա կա կոնկրետ գիտելիք, որ մենք հասանելիություն չենք ունեցել եւ այս խողովակով հասանելիություն ենք ստացել, մարդը պաշտոնյան կադաստրի կոմիտեի ղեկավարը, բարձրաստիճան պաշտոնյա է, իր ուսումնառության ընթացքում այս գիտելիքի հետ հաղորդակցվել է եւ բերել է այստեղ եւ նոր հնարավորություն է բացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար,
Քաղաքացին ինքը կորոշի օգտվում այդ հնարավորությունից թե չէ, իր խնդիրն է։ Բայց եկեք նայենք, որ այս դահլիճում նստած յուրաքանչյուրը եւ այս դահլիճից դուրս գտնվող յուրաքանչյուրը ամեն մեկը սենց մի հատ գիտելիքի մի կոմպոնենտ բերում են եւ դարձնում են կառավարություն որոշում, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատության եւ բարեկեցության մակարդակը բարձրացնելու հնարավորություն է ստեղծում։ Սրա մասին է խոսքը։ Եվ ուզում եմ ասել նաեւ, որ այս process-ի խթանման համար էական ամենևին ոչ երկրորդական նշանակություն ունի կատարողականի հիման վրա վարձատրության այն համակարգը, որը մենք ընդունել ենք, որով մենք պաշտոնյաներին ասում ենք, որ գիտեք ինչ, պետքա այդ ստացած գումարի X%-ը ծախսեք կրթության վրա։ Եվ երբ որ ասում եմ սա առաջին հերթին արվում է քաղաքացիների համար, նաև ես նկատի ունեմ։ Երբ որ այս օրինակներով կգան որոշումներ, որոնք կբարելավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Եվ իսկ ինչու մենք միջև հիմա չենք, թվում է թե շատ պարզ բան է, չէ՞։ Մարդը ապրել է, բան ունի, $500,000 տուն ունի, $500,000 տուն ունի։ Բայց մարդը մտածում է, տենաս ինձ ամիսը 32,000 դրամ կտան, որ ես բան անեմ, հաց առնեմ, թե չեմ տա։ Բայց մարդը $500,000 տուն ունի։ Եվ էս է, երբ որ ես ասում եմ, որ մտածողության փոփոխություն է պետք, եւ մենք պետքա առերեսվենք այս հարցերին, խոսանք սրա մասին, լուծումներ գտնենք եւ այդպես շարունակ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։